Օրակարգն է առաջին ալիքի եթերում, բարև ձեզ, ահա թե ինչ ենք պատմելու այս թողարկմանը։ Համաեվրոպական մայրաքաղաքում նախագահ Սարգսյանը շարունակում է բանակցությունները, Բրյուսելից վերջին նորությունները մեր հատուկ թղթակցի ռեպորտաժում։ Ադրբեջանի դիվերսիոն ոտնձգությունները մարտահրավեր են նաև միջազգային հանրությանը, Ստեփանակերտը զգուշացնում է։ Զենքը վայր դրեք, սա մեր պատերազմը չէ, Թալիշ վտարանդի ակտիվիստ Միրզոևի հորդորը Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին։ Մարդիկ կարծել էին, թե արկ է պայթել, երկրաշարժ Հայաստանի հարավում 4-ից 5 բալ ուժգնությամբ, վնասներ չկան, խուճապ ևս, ռեպորտաժ Կապանից։ Անաչառ լուսաբանման պահանջ եւ որքան վճարովի եւ անվճար հեռուստարոպեներ կունենան ընտրարշավի մասնակիցները, ԿՀ-ի սահմանած կարգը։ Քաղաքական համակրանքի ժեստ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուଆ Ֆիոնը իր թիմը հրավիրել Արթուր Խանջյանին, ինչ է նրան խորհուրդ տվել հայազգի գործիչը, ռեպորտաժ Փարիզի թղթակցից։ Եվ երկարող ձմռանը գրեթե գարուն է Լոռիում, գարնան առաջին կանաչ նշանները սարերում եւ շուկայում։ Շարունակվում է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել, Հայաստանի ղեկավարը Եվրամիության ու ՆԱՏՕ-ի առաջին դեմքերի հետ հանդիպումից հետո Վիլլա Ամպեն Արևելքի եւ Արևմուտքի մշակույթների եւ երկխոսության կենտրոնում հանդիպել է հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը ժամեր առաջ ելույթով հանդես է եկել հին աշխարհամասի ուղեղային կենտրոն համարվող Կարնեգի ինստիտուտի փորձագետների հետ հանդիպմանը պատասխանել նրանց հարցերին։ Բրյուսելում է նաև օրակարգի նկարանող խումբը, որից ռեպորտաժ ենք ընկալում մեր այս թողարկման ընթացքում։ Հաջորդ թեմայի մասին Արցախի առաջնագծում անցած գիշեր հակառակորդը հրադադար խախտել է ավելի քան 120 անգամ, արձակել ավելի քան 2000 կրակոց։ Պաշտպանության բանակը լիարժեք վերահսկում է առաջնագիծը, նշվում է հաղորդագրությունում։ Ադրբեջանական դիվերսիոն խմբի փետրվարի 25-ի հարձակման փորձը մտահոգել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, դեպքի առնչությամբ Ժնևում գտնվող Անտոնիո Գուտերեշը հայտարարություն է արել։ Տեղի ունեցած ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի լրջագույն խախտում է, այս մասին էլ կարդում ենք Արցախի արտգործնախարարության հաղորդագրությունում։ Թալիշ Շահին Միրզոևը Հայաստանից կոչով դիմել է հայրենակիցներին, Ղարաբաղի պատերազմը մեր պատերազմը չէ, ասել է նա։ Աննա Բալյանի անդրադարձը։ Այս հարձակումը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին հանգեցրել է եզրակացության։ Տարածաշրջանում խաղաղության հաստատման համար անհապաղ պետք է վերսկսել բանակցությունները։ Փետրվարի 25-ի դիվերսիայով Ադրբեջանը արհամարեց ոչ միայն 1994-95 թվականների համաձայնագրերը, այլև վերջին հանդիպումների պայմանավորվածությունները, հայտարարում է Արցախի արտգործնախարարությունը։ Սա մարտահրավեր է նաև միջազգային հանրությանը։ Հարկավոր է հրաժարվել անհասցե կոչերից ու ընդարձակել ջանքերը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները իրագործելու համար։ Այնինչ այս գիշեր ևս Ադրբեջանը սահմանը լարված է պահել 2000-ից ավելի կրակոց։ Ադրբեջանցի զինծառայողներին, հատկապես բնիկ ժողովուրդներին զենքը վար դնելու կոչ է անում Ալիևյան բռնաճնշումներից Հայաստան փախած Թալիշ ակտիվիստը։ Շահին Միրզոևն ասում է, Ադրբեջանի իշխանությունը մեծացրել է լարվածությունը, որպեսզի լռեցնի Մեհրիբան Ալիևային փոխնախագահ նշանակելուց ներքին դժգոհությունը։ Ղարաբաղская война – это не наша война. Ղարաբաղի պատերազմը մեր պատերազմը չէ, մեր պրոֆեսորները, ակադեմիկոսները, քաղաքական գործիչներն էլ սա են ասում։ Իմ ժողովուրդը վաղուց է հասկացել, ով է իր բարեկամը եւ ով թշնամին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ժնևից է կոչ անում պահպանել հրադադարը։ Անտոնիո Գուտերեշը բանակցությունները անհապաղ վերսկսելու կողմնակից է։ Աննա Բալյան, օրակարգ։ Խորհրդարանը մինչև նախօրեին քննարկած հարցերի քվեարկությունը մեկ րոպե լռությամբ հարգել է 88-ի փետրվարին տեղի ունեցած Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը։ Օրենսդիրը այսօր վերահսկիչ պալատի նախագահ է ընտրել միաձայն 99 կողմով, պալատի նախագահ է ընտրվել Լևոն Յոլյանը։ Նա հանրապետության նախագահի կողմից առաջադրված միակ թեկնածուն էր։ Սումգայիթին Ադրբեջանի առաջին արձագանքն է Արցախի հայության ինքնորոշման պահանջին, ասել է պատմաբան Գևորգ Մելքոնյանը։ Այդ քաղաքում տեղի ունեցած ոճրագործությունները նրա խոսքով Ադրբեջանի այլ վայրերում կատարվածներից առանձնանում է մի շարք հանգամանքներով, կան այդ դեպքերին ապացուցող բազմաթիվ փաստաթղթեր, տեղի են ունեցել դատավարություններ, Խորհրդային Միությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի ուսումնասիրությունները կազմել են առնվազն 25 գործ։ Պատմաբանի կարծիքով, չնայած փաստաթղթերի ու ապացույցների այս առատությանը, մինչ այժմ 29 տարի անց Սումգայիթում տեղի ունեցած հանցագործությունը չի դատապարտվել միջազգային հանրության կողմից։ Խնդիրը եւ քաղաքական է, եւ պատմագիտական։ Տարեստարի Սումգայիթյան դեպքերը
մղվում են եւ մեր մոտ եւ մեր քաղաքականության շրջանակներում երկրորդ պլան։ Այնինչ Սումգայիթյան դեպքերը մեր քաղաքականության մեջ պետք է ցույց տան Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքները, այո, մինչև 2016 թվականի ապրիլ եւ ինչու՞ չէ նաեւ այսօր այս լարված իրավիճակը։ Ադրբեջանական ամբոխի դաշնությունները տեսել են նաև Բաքվի հայերը, մեր հաջորդ պատմության հերոսները այդ քաղաքի ջարդերից փրկված ամուսիններ են։ Երևանի հանրակացարանի իրենց փոքրիկ սենյակում իմ գործընկեր Լիլիթ Դանելյանին պատմել են չմոռացվող ծանր հիշողությունների մասին, որոնք թեթևացնում են 8 թոռները ու Ժորայի դաշնամուրի նվագը։ Բաքվեցի Օլյան ու Ժորան են ամուսիններն արդեն գրեթե 30 տարի հայրենիքում են, բայց նրանց դեռևս Բաքվեցի Օլյա ու Ժորա են ճանաչում։ 6 տարի առաջ ստացել են այս հանրակացարանի 16 քառակուսի մետրը, իսկ մինչ այդ ճանապարհը երկար է եղել Երևան, Տաշքենտ, Բաքու, վերջին կանգառը հայրենիք։ Այն, ինչ 90 թվականին Բաքվում են տեսել, երբեք չեն մոռանում։ Փողոցում սպանում էին մարդկանց, հայերին, իսկ ինչ կարող էին կանել։ Անցնում էր ու թքեց երեսից։ Որոշեց մեկ օր անգամ չի ապրելու Բաքվում։ Ադրբեջանցի խուժանը սկսել էր արդեն տներներ խուժել։ Չեմ կարա դաժե ես բացատրեմ ինչ ա եղել, ինչ ջարդ ա եղել այդ օրը։ 20-րդ դարասկիզբ Բաքու հայաշատ քաղաք, 20-րդ դարավերջ Բաքվում հայ բնակչություն չկա, պատճառը ցեղասպանություն։ Պետական որևէ կառույց, այդ թվում օրինապահ, ոչինչ չէր անում ջարդերին վերջ տալու համար, կանաչ լույս էր վառվել սև գործի համար։ Милиция что сделает? Они все азербайджанцы. Դե ոստիկանությունը ինչ կարող էր անել։ Նրանք բոլորը ադրբեջանցի էին։ Նստեցին առաջին հանդիպած ավտոբուսը ու ճամփա ընկան։ Նոր տունը Քյավարի Սարուխան գյուղում էր։ Փորձում էին հարմարվել նոր միջավայրին, մեկը ռուսերեն էր ուսուցանում, մյուսը դաշնամուր նվագել, բայց Բաքուն դեռ անցյալում չէր մնում։ Դիպլոմները բանը սախտ մենք չենք հասցրել բերել։ Այն ամենն է, ինչ մնացել է անցյալից եւ իրենց հին ու նոր տան միակ զարդը։ Ձեր Բաքվի տունն է։ Այո, այդ մեր Նույնն է գորգը։ Խալին, հա, նույնն է։ Հենց իրենց ունեցածի ետևից տիկին Օլյան 89-ի դեկտեմբերին մեկնեց Բաքու, տունը դատարկ էր։ Ահա որ վիճակ էր։ Բաքուն թողնելով անցյալում շատ դժվարություններ հաղթահարեցին բոլոր այս տարիներին։ Այսօր արդեն 8 թոռնիկ ունեն։ Տիկին Օլյան գոհ է իր ապրած համեստ կյանքից, միայն մեկ երազանք ունի։ Как белые люди, или вот, чтобы жили мы, чтобы у меня кухня была. Ну, эльбанчун, երազանքել Կնոջ համար Ժորան խոհանուց դեռ չի ստեղծել, փոխարենը ամեն օր իրենց փոքրիկ բնակարանում երաժշտական մթնոլորտ է ապահովում։ Ունկնդիրն էլ նույնն է։ Լիլիթ Դանելյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Շարունակում ենք թողարկումը ամերիկյան Associated Television International ընկերությունը մեր երկրում վավերագրական ֆիլմ կնկարահանի Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար։ Ընկերության ղեկավարը այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը։ Ֆիլմը կնպաստի նաև Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունների ներկայացմանը եւ տուրիզմի խթանմանը։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար, նշել, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացման ուղղված քայլերը և պատրաստ է քննարկել այդ նպատակին ուղղված առաջարկությունները։ Ինչպես որոշել է հոգաբարձուների խորհուրդը, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի անձնակազմը աշխատում է արագ հաղթանակների ուղղությամբ և առաջիկա 2 շաբաթում դրանց մասին հայտարարություն կլինի Facebook-յան ասուլիսում հայտնել է կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքս Խաչատրյանը։ Նա հստակեցրել է, որ արագ հաղթանակներից առաջինները կլինեն հարկային մաքսային վարչարարության ոլորտում։ Նաև պատասխանել է կրթության, մրցակցության, անհավասար պայմանների, տնտեսության հեռանկարների մասին մի քանի տասնյակ հարցերի։ Այստեղ ոչ միայն ինստիտուցիոնալ մարդկային ռեսուրսի խնդիրը, այլ նաև որոշակի մեթոդաբանության և մեխանիզմների տեխնոլոգիայի հարց է։ Ներքաղաքական օրակարգից լրագրողները այս ընտրությունները կլուսաբանեն նոր կարգով ընտրական նոր օրենսգրքի փոփոխություններից մեկն է սա։ Կենտրոնական ընտրականը արդեն սկսել է լրատվամիջոցների գրանցումը։ Լուսին Մկրտչյանն է պատմում, թե երբ է ավարտվում լրագրողների հավատարմագրումը և 9 քաղաքական ուժերը որքան անվճար ու վճարովի եթերաժամ կունենան հանրային ալիքում ու ռադիոյում։ Կիրակի պաշտոնապես կմեկնարկի նախընտրական եռուզեռը և կտևի մինչև մարտի 31-ը։ Ապրիլի 1-ին պատգամավորի 1531 թեկնածուներից ոչ մեկին չենք տեսնի ու չենք լսի։ Լռության օրն է, ընտրական քարոզն օրենքով է արգելվում, ամսի 2-ը ընտրության օրն է։ Ըստ սահմանված կարգի հանրային հեռուստաընկերությունը տրամադրելու է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի եթերաժամանակ։ Հանրային ռադիոն 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի եթերաժամ։ Այս
քարոզարշավի ընթացքում հանրային հեռուստատեսությամբ եւ եթերաժամանակը կսկսվի քաղաքական կուսակցությունների գովազդի ժամանակահատվածը ժամը 19:00-ից հանրային ռադիոյի հետ կապված օրը բաշխվել է երկու մասով, այսինքն առաջին եթերաժամը կլինի ժամը 13:30։ Ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցներին կայքից մինչև հեռուստատեսություն 2 կարևոր ուղերձ կա։ 9 քաղաքական ուժերը ԶԼՄ-ներից հավասարաչափ պետք է օգտվեն, իսկ նրանց մասին տեղեկատվությունն էլ պետք է անաչառ լինի։ Տոնայնության խնդիրը, հավասարության պահպանման, ոչ խտրական լուսաբանման, եթերաժամանակի տրամադրում, պայմանները, կարգը եւ այլն բոլորի համար պետք է պահպանվի ոչ խտրական եւ նույնական պայմաններ։ Ընտրական օրենսգրքում փոփոխվել է ընտրությունները լուսաբանելու կարգը։ Եթե ընտրատեղամասում են, ուրեմն պետք է հավատարմագրված լինեն։ Այս պահին արդեն հավատարմագրվել է 22 լրատվամիջոց։ Ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար գրանցվել 300 լրագրող։ Լուսին Մկրտչյան, Վաչական Պետրոսյան, օրակարգ։ Եվ դարձյալ Հայաստանի նախագահի Բելգիա աշխատանքային այցի մասին հիշեցնեմ, որ նախագահ Սարգսյանը ժամեր առաջ ելույթով հանդես է եկել հին աշխարհամասի ուղեղային կենտրոն համարվող Կարնեգի ինստիտուտի փորձագետների հետ հանդիպմանը պատասխանել նրանց հարցերին։ Հանրապետության նախագահը անդրադարձել է Արցախյան հակամարտությանը, մեր երկրում ընթացող տնտեսական բարեփոխումներին, սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված նոր քաղաքական համակարգի ձևավորմանը։ Բրյուսելից պատմում է Աբրահամ Գասպարյանը։ Ժողովրդավարացում, Արցախյան կարգավորում, Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորում եւ խորացում առանցքային 3 խնդիր, որոնք հետաքրքրում են եվրոպական մասնագիտական ու փորձագիտական լսարանին։ Համաշխարհային ուղեղային կենտրոններից ամենահայտնին Կարնեգի Բրյուսելյան մասնաճյուղը Վաշինգտոնից հետո երկրորդն է, որը հյուրընկալում է Հայաստանի նախագահին։ Հայաստանի ու հայության վերջին եռամյակը նախագահ Սարգսյանն ամփոփում է 30 րոպեում։ Սահմանադրական բարեփոխումներով Հայաստանն ընտրեց կառավարման խորհրդարանական ձևը կոնսենսուսով, ընտրական օրենսգիրք, ուսանելի շատ, այդ թվում հետխորհրդային ու հարևան երկրների համար։ Փոփոխությունն ինքնանպատակ չէ, թիրախում պետության քաղաքացին է ու նրա հզորացմամբ առավել ժողովրդավարական երկիր կառուցելը։ Հայաստանի համար Արցախի ինքնորոշումն այլընտրանք չունի, նախագահ Սարգսյանը շեշտում է, ստատուս քվոյի փոփոխություն կլինի միայն մեկ դեպքում, երբ Ադրբեջանը ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եվրոպական արհեստավարժ լսարանի առաջ Սերժ Սարգսյանը հիշատակում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հետապրիլյան պայմանավորվածություններն ու թիրախավորում այն խախտողին։ Հայկական երկու պետությունները սկզբունքորեն դեմ են պատերազմին, կողմ բացառապես խաղաղ բանակցություններով հիմնախնդրի կարգավորմանը։ Հայաստան նախագահը միաժամանակ հուշեց, ադրբեջանական ցանկացած նոր արկածախնդրություն կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Աբրահամ Գասպարյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ, Բրյուսել, Բելգիա։ Այժմ ուղիղ տեսակապ ունենք Աբրահամ Գասպարյանի հետ։ Աբրահամ, բարի երեկո, հավելյալ ինչ մանրամասներ կփոխանցեք։ Տարոն բարի երեկո, ինչպես նկատեցիք հանրապետության նախագահը լիարժեքորեն պատասխանում էր Կարնեգի ինստիտուտի փորձագետների հարցերին, որոնք վերաբերում են Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, կառավարման խորհրդարանական ձևի առավելություններին, ժողովրդավարացման առանձնահատկություններին, հայաստանյան արցախյան հիմնախնդրին։ Հանրապետության նախագահը երկու առանցքային շեշտադրում արեց հարց ու պատասխանի ժամանակ, նա խոսեց պաշտոնական Երևանի եւ այլ ոչ կամ քաղաքականության մասին, ընդգծելով, որ Հայաստանը երբևիցե բաժանարար գծերով չի առաջնորդվել, այլ փոխարեն առաջնորդվել է շահերի համադրման, այլ ոչ հակադրման սկզբունքով, եւ երկրորդ կարևոր շեշտադրումը այն է, որ Հայաստանի համար ժողովրդավարությունը ինքնախապկանք չէ, ինքնանպատակ չէ, այլ կամավոր ընտրություն, ինչը կարող է բավական ուսանելի լինել հետխորհրդային, այդ թվում հարևան երկրների համար։ Մեր հաջորդ կանգառը տարոն լինելու է Եվրոպական խորհրդարանը, հանրապետության նախագահը կհանդիպի պատգամավորների հետ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի եւ անվտանգության հարցերով փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Տարոն Շնորհակալություն, Բրյուսելից Աբրահամ Գասպարյանն էր հաղորդում, նախագահ Սարգսյանի Բրյուսել այցի երկրորդ օրվա մյուս մանրամասները օրակարգի երեկոյան թողարկմանը։ Շարունակենք, Ֆրանսիայի նախագահի տեխնացու Ֆրանսուଆ Ֆիոնը իր թիմը հրավիրել իսկ Լեմյունն քաղաքապետ Արթուր Խանջյանին։ Փարիզում օրակարգի թղթակցին Խանջյանն ասել է, որ Ֆիոնին ինքը հորդորել է Ֆրանսիայի հետ հանդիպմանը ներկայացնել սեփական մոտեցումները հայոց ցեղասպանության ճանաչման, Ֆրանսիայում հայ մշակույթի պաշտպանության եւ Արցախյան հիմնահարցի մասին։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուଆ Ֆիյոնը Իսիլե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանին իր քարոզարշավի թիմ է հրավիրել ու խնդրել պարզելու, թե հայ համայնքը ինչ խնդիրներ ու պահանջներ ունի, որպեսզի ինքը փորձի դրանց լուծում տալ։ Ես փոխանցեցի ֆրանսահայ ժողովրդին պապակները, մտահոգությունները եւ բանջները։ Շատ բարձ է։ Եթե անբանջները չիրականացվին, չեմ գազով ֆրանսահայ կաուտը ցայն դաս տեխնազույն։ Ֆրանսիայի նախագահներն ու նախագահի տեխնացուները նախկինում ունեցել են հայ ազգի խորհրդականներ, բայց սա առաջին դեպքն է, երբ նախագահի տեխնացուի թիմում պաշտոնապես հայ է ընդգրկված։ Ճիշտ է, բարեկամ ունենալ լավ է, բայց անբարեկամությունը պետք է սորվենք եւ գիտնանք օգտագործել մեր ժողովրդին շահերը պաշտպանելու։ Արթուր Խանջյանն արդեն հասցրել է Ֆիոնին փոխանցել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու Արցախյան հիմնահարցի շուրջ հայերի մտահոգությունները։ Ֆրանսուଆ Ֆիոնը տեղեկացել է նաև Փարիզում հայկական համալսարան հիմնելու հայերի ցանկության մասին։ Հասմիկ Առաքելյան, Մարիամ Տեր-Գուլանյան, օրակարգ, Փարիզ, Երևան։ Դոնալդ Թրամփը նորից քննադատել է ամերիկյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների անվանել ժողովրդի թշնամի։ ԱՄՆ-ի նախագահի խոսքից կարելի է ենթադրել, որ նա նեղացած է իր մասին ոչ հավաստի տեղեկություններ տարածող լրատվամիջոցներից։ Վերջին հարցազրույցում Թրամփը հայտնել է պատճառը, թե ինչու չի մասնակցել լրագրողների հետ Սպիտակ տանը կազմակերպված ավանդական երեկոյին։ Միացյալ Նահանգների նախագահին լրջորեն անհանգստացնում են իր քաղաքական կարիերային վերաբերող տեղեկատվական արտահոսքերը, որոնք ըստ Թրամփի երկրի նախկին նախագահ Բարակ Օբամայի եւ նրա համախոհների ձեռքի գործն է։ Նախագահը չի ներում Հոլիվուդի կինոաստղերին, որոնց մեծ մասը դեմ է իր նախագահությանը։ Օսկարի 89-րդ տարարարության ժամանակ տեղի ունեցած սկանդալի պատճառը նա համարում է քաղաքականության մեջ Հոլիվուդի ընկղմվելը։ Նրանք հիմնավորապես կենտրոնացել են քաղաքականության վրա, այդ հանդիսությունը կորցրել է երբեմնի հմայքը։ Երեկոն փոքր ինչ տխուր ավարտվեց։ Իր հանդեպ տիրող անվստահության ու թշնամանքի պայմաններում Թրամփը առաջ է տանում իր քաղաքականությունը, այդ թվում կադրային։ ԱՄՆ Սենատը հաստատել է միլիարդատեր ներդրող Ուիլբուր Ռոսի տեխնացությունը երկրի առևտրի նախարարի պաշտոնում։ Ի տարբերություն կինոարդյունաբերության աստղերի, ամերիկացի գիտնականներն իրենց գործն են անում անտեսելով քաղաքականությունը։ Մասնավոր տիեզերական SpaceX ընկերությունը որոշել է զբոսաշրջություն կազմակերպել դեպի լուսին։ Ընկերության հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ առաջին երկու զբոսաշրջիկը ոչ տիեզերագնաց է, ոչ էլ Հոլիվուդից։ Ծրագիրը հնարավորություն է տալիս մարդկությանը 45 տարվա ընդմիջումից հետո վերադառնալ լուսին։ Մարիամ Խիտարյան, օրակարգ։ Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում թեթև շարժիչով օդանավը ընկել է բնակելի տների վրա, առաջացած հրդեհից 2 տուն ամբողջովին, մեկը մասամբ ավերվել է։ Ըստ վերջին տեղեկությունների զոհվել է 4 մարդ, 2-ը վիրավոր է։ Բարսելոնայի Mobile World Congress-ի տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում զանգի միջազգային ճանաչման ու հայկական IT-ի մասին արձագանքները երկար չեն սպասեցրել։ Առաջին արձագանքելը ռուսական Վեստի լրատվական ծառայությունը նշվում է, որ Հայաստանը միջազգային հեռահաղորդակցության ոլորտ է մտնում Skype-ի, Viber-ի ու WhatsApp-ի այլընտրանքային տարբերակով եւ հասցրել է 2 միլիոն օգտատեր հավաքագրել։ Հայաստանն ակնկալում է, որ այս ցուցահանդեսին մասնակցությունը կարող է ընդլայնել միջազգային համագործակցությունը։ Կորպորատիվ հաճախորդներ են դարձել 12 երկրի հեռահաղորդակցության ընկերություններ։ Արցախյան առաջնագծի վերջին օրերի լարման վերաբերյալ իր գնահատականն է օրակարգի ներկայացրել Ռուսաստանի հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը։ Նա ասել է, որ պաշտպանության բանակը առավելագույն արդյունավետությամբ է գործել։ Տեղի ունեցածի ամբողջական գնահատականը պետք է տալ միջազգային հարթակներում վերլուծությունից հետո միայն։ Հանգստյան օրերին շփման գծում լարվածությունը մի քանի պատճառ ուներ։ Դա նախ Ադրբեջանի ներքին խնդիրների արտացոլումն էր։ Առաջին պատճառն Ալիևի կնոջ նշանակումն է։ Այդ իրադարձությունը մեծ ալիք է բարձրացրել։ Հաջող գործողությունը, ինչպես նրանք նախատեսել էին, պիտի շեղեր հանրության ուշադրությունը։ Պետք չէ մոռանալ Խոջալույի դեպքերի տարելիցի մասին, որն Ադրբեջանն իբր իր ցեղասպանության բրենդն է դարձրել ամբողջ աշխարհում։ Ադրբեջանի հարձակումը անակնկալ չէր։ Արցախին առնչվող ամեն ինչ, այլևս նավթի բարիկներից չօգտվող երկրի համար վերածվում է քաղաքական գործիքի։ Իր ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելուց բացի, Ադրբեջանը նաև փորձում է Արցախի հարցը պահել միջազգային ուշադրության կենտրոնում։ Արցախի պաշտպանության բանակն իրեն առավելագույն արդյունավետ է դրսևորել, բայց այդուհանդերձ դրա պատճառներն ու հետևանքները վերլուծելու կարիք կա։ Եվ իհարկե տեղեկությունը պետք է փոխանցել միջազգային հանրությանը։ Պարզ է, թե ով է սադրում եւ ով է դիվերսիայի փորձ արել։ Առաջնահերթությունը պետք է լինի դիվանագիտական ճակատում աշխատանքը, երբ ակնհայտ է ագրեսորը, միջազգային հանրությունը իրավունք չունի չեզոքություն պահպանել։
Դենիս Դվորնիկովը միջազգային հանրության արձագանքը անատամ է համարում։ Как дежурный я Փակուղի մտած բանակցային գործընթացը ընդհատելու կոչերի փոխարեն ռուս քաղաքագետը առաջարկում է դադարեցնել չեզոք մեկնաբանությունները եւ փոխել տեղեկատվական քաղաքականությունը։ Սոնա Աղբալյան, Էդգար Դավթյան, Օրակարգ։ Հաջորդ թեմայի մասին հալեպահայերը մեծ շուկով նշում են հայկական տոնացույցի փետրվարյան տոները դեռ ընթառաջ Վարդանանք բարեկենթան։ Տոնի առիթով անգամ փակվում են դպրոցները։ Հալեպից Օրակարգի թղթակիցն է պատմում։ Հալեպահայ համայնքը հայկական, ասկային թե քրիստոնեական, համարյա բոլոր տոները համապատասխան ցերնարկներով հիշադակության գարժանացն է։ Դիար ընթառաջի դոնը մեծ խորհուրդ ունի հավատացյալներուս համար, որովհետև գխորհրդանշե Քրիստոսի լույսը, որ մուտք պիտի կործե մեր դուներեն ներս, չերմացնելու մեր սրդերն ու հոգիները։ Փետրվարը հայկական տոներով հարուստ ամիս է։ Դիար ընթառաջ, Վարդանանք, բարեկենթան։ Հատկապես Վարդանանքը Հալեպի մեծ շուկով գտոնվի։ Այդ օրը դպրոցները փակ կբահվին, իսկ նախօրյակին դեղի կունենան աշակերտական հուշահանդեսներ։ Այսօր մենք ավարայրի հոգիով հաղթական դուրս եկած ենք, որովհետև ավարայրը արյան ավարայր է, քաղաքարի ավարայր է եւ հավատքի ավարայր։ Բարեկենթանի արդիվ հայկական մանկապարտեզները իրենց ծպտյալ աշակերտներուն բարի կենթանություն ունենալու եւ չարը վանելու թաստիարակություն կճամփեն։ Մարիա Կապրիելյան, Բերջ Բողիկյան, Օրագարկ, Հալեպ։ Իրինա Ալեգրովայի մարտի 5-ի Երևանյան մենահամերգը չի կայանա երկչու պաշտոնական կայքում նշված է, որ պատճառը տեխնիկական է։ Համերգի կազմակերպիչ ընկերությունն էլ հայտնում է, որ տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերից, որտեղից ձեռք են բերվել։ Բրազիլական ավանդական կարնավալն այս տարի ուղեկցվում է տհաճ միջադեպերով։ Կիրակի ավտովթարից 20 մարդ էր տուժել, այսօր էլ փլուզվել է Պարի դպրոցի հարթակի մի մասը, ինչի հետևանքով 17 մարդ է վիրավորվել։ Հիվանդանոց տեղափոխված տուժածից 2-ի վիճակը ծանր է, ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել։ Միջադեպի պատճառով փառատոնը կես ժամով ընդհատվել է, հետո նորից վերսկսվել։ Մինչ օդերութաբանները փորձում են կանխատեսել, թե երբ կհեռանա մառախուղը Երևանից եւ Արարատյան դաշտից ու վերջապես արև կտեսնենք, ձմռան վերջին օրերին առաջին կանաչն է բացվել Լոռվա մարզում։ Բանջարի երևանցիներին առավել հայտնի Կծան Եղինջի առաջին խաղը լոռեցիները արդեն արել են։ Հրաչյա Պապինյանն է պատմում։ Հարավից տակ քամիներ են փչում։ Ձյան հալվել, տխլենին ու հոնին ուշացումով ծաղկել են։ Խաշամի տակից բանջարն արդեն երևում է ու պետիկը տանը մնալ չէր կարող։ Դուրս է եկել առաջին խաղին։ Որ արդեն են լավ ժամանակն է գալիս, համարյա օրու մեջ անպայման պետքա բանջար ուտեմ, շատ եմ սիրում։ Ինչ որտեղ ճնշման բանի խնդիրներ էլ ալում, բայց դա արհամարում եմ ես։ Ձմեռը երկար էր, բանջարն էլ նոր է տերևը բացել։ Բայց տարին բոլոր բույսեր հավաքող կանայք փորձով գիտեն առատ տեղերը եւ շուկա են բերել կարմիր բանջարը, որն էժան չէ։ Եթե շատ բերում են, ասեն էժանացնում ենք։ Եթե մենակ ես եմ, նույնը մնում է։ Բանջարը Լոռվա հողի առաջին բարիքն է, ոչ ջերմոց, ոչ պարարտանյութ։ Տաքացող արևի հետ սառած հողը ճեղքում են C վիտամինով հարուստ բույսի առաջին ծիլերը ու մարդկանց հանդ են կանչում։ Մեծերը պատմում են, որ սովի տարիներին ձյան հալվելու հետ հանդերն էին գնում հում բանջար ուտում։ Տրորում եմ, կամ աղ եմ տանում, կամ չեմ տանում առանց աղի, տրորում եմ ու ուտում։ Գնում ափի մեջ, սես տրորում, ու կամ աղմեկելու։ Թեև բանջարով ապուրը հիմա դեռ դելիկատես է, բայց նրա կանաչը առաջին նշաններից է, որ գարուն է եկել։ Հրաչյա Պապինյան, Արման Տիտանյան, Օրակարգ։ Սյունիքում այսօր առավոտյան գրանցված երկրաշարժը որևէ ավերածության պատճառ չի դարձել, խուճապի կարիք չկա, մարզի իշխանություններն են հորդորել բնակիչներին։ Օրակարգի թղթակիցը եղել է Կապանում, լուրը թե փլուզվել է քաղաքի դպրոցներից մեկը ճիշտ չէ, բնակելի շենքերում ապրողները ցնցումից վախեցած դուրս են եկել քաղաքի հրապարակներ, այժմ սկսել են տուն վերադառնալ։ Երկրաշարժ Սյունիքում 5 բալ ուժգնությամբ ավերածություններ զոհեր չկան, փետրվարի 28-ին ժամը 10:17-ին ստորգետնյա ցնցումը խաթարեց միայն սովորական աշխատանքային օրը։ Րոպեների ընթացքում մեծ ու փոքր տարհանվեցին մանկապարտեզներից, դպրոցներից, շենքշինություններից։ Դղրդունից հետո լրիվ երեխաներին արագ պաուստային ելքերով անմիջապես տեղափոխել են մանկապարտեզի բակ։ Ես անմիջապես եկա մանկապարտեզ, բայց հիմա չենք ուզում տուն գնալ, որովհետև այստեղ ավելի ապահով է, չեմ կարծում, որ շենք կարելի է մտնել։ Երկրաշարժից պաշտպանվելու կանոններին համապատասխան մարդիկ նախ շտապել էին բացօթյա տարածք։
Շատ ուժեղ դեղարդոց էր, սկզբից վախեցանք ու մենք մեծ բոլորով իջանք։ Կազմակերպված ձևով դուրս եկանք այս անվտանգ տարածքը։ Թիվ 10 միջնակարգ դպրոցի փլուզման լուրը բարեբախտաբար հավաստի չէր, չնայած քաղաքում շրջանառվող խոսակցություններին, դպրոցի շենքը կանգուն է, երեխաներն էլ անվնաս։ Ցնցումը շատ ուժեղ էր, բայց ամեն ինչ նորմալ է, ոչ մի վնաս չկա դպրոցի։ Միջապես շատ արագ բոլորը եկել են, պարոն մարզպետը նույնպես դպրոց եկավ եւ արտակարգ իրավիճակներից եւ մեր վերադասմանները բոլորը հետաքրքրվել են։ Քաղաքում այժմ խաղաղ է, խաղաղվել են նաև մարդկանց միտքը, ստորգետնյա դղրդյունի պահին ինչ ասես չէին մտածել։ Առաջին հայացքից մեզ թվաց թե իրոք սնարյադ անգել, տենց էտապավորություն թողեց, ոչ թե երկրաշարժի, քանի որ երկրաշարժի ժամանակ առաջին նշանները ցնցումներով ակատարում, բայց ցնցումը չզգացինք։ Չիմացակ թե այդ երկրաշարժի այդ ուժգին ձեննա, թե ինչ-որ մի պայթում է, որտեղ երկրաշարժի նման չէր։ Մեկ էլ մի 15 րոպե հետո էլից այդ նույն, բայց մի քիչ ցածր, արդեն իմացակ թե երկրաշարժ է։ Սեյսմիկ պաշտպանության հրապարակային ծառայության սարքերը գրանցել են երկրակեղևի 10 կիլոմետր խորությամբ երկրաշարժը։ Էպիկենտրոնը Կապանից 5 կիլոմետր հյուսիս-արևմուտք էր։ Ցնցումը երևակայել տեղի ունեցել եւ 5-ից 7 րոպեից հետո այս է ցնցումն է ներքևինը։ Ինքը հիմնականում ավելի թույլ է լինում, քան թե զուտ երկրաշարժը։ Ունեցել ենք 1 հետ ցնցում, դե 2 ժամ անցել է, հələ ոչ մի բան չունենք։ Երկրադրությամբ ոչ մի հազանգ չունենք, ոչ մի տեղից ոչ մի փլուզում չկա։ Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում 5, Գորիսում եւ Քաջարյանում 4-ից 5 բալ ուժգնությամբ։ Մասնագետներն ուշի ուշով վերահսկում են սեյսմիկ իրավիճակը, հաշվարկում երկրի կեղևում կուտակված էներգիայի անգամ ամենաթույլ շարժը։ Նելի Միրզախանյան, Ռուբեն Հարությունյան, օրակարգ։ Օրակարգի գլխավոր թողարկումը ժամը 21-ին է, բաց չթողնեք։